Նվիրում ենք սիրելի դպրոցի 50-ամյակին կարգախոսով, դպրոցի սաները միջազգային օլիմպիադաներում արժանացել են 25 մեդալների, 1 ոսկի, 8 արծաթ, 14 բրոնզ։ Ընդ որում վերջին 2 բրոնզե մեդալներին մեր սաներ Էդգար Վարդանյանը եւ Արամ Մամփրեյանը արժանացել են ընդամենը 3 Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում անցկացվող աստղագիտության միջազգային օլիմպիադաներում։ Դրանք Էդգարի եւ Արայի 2015 թվականի 4-րդ մեդալներն են։ Օրվա նվերով Էդգարն ու Արան իրենց թիմակիցների հետ կժամանեն Երևան ընդամենը 2 ժամ անց։ 2015 թվականի հունվարին Ղազախստանի Ալմատի քաղաքում անցկացված Ժաուտիկովյան միջազգային 11-րդ օլիմպիադայում արժանանալով 9 մեդալների, 1 ոսկի, 6 արծաթ, 2 բրոնզ, դպրոցի թիմը 15 պետությունների 59 թիմերի մեջ գրավեց 3-րդ տեղը եւ արժանացավ 2-րդ կարգի մրցանակի։ Փառք ու պատիվ մեր օլիմպիականներին, փառք ու պատիվ մեր օլիմպիական խմբակների ղեկավարներ Գագիկ Գրիգորյանին, Տիգրան Մարգարյանին, Մարետա Ջուրզադյանին, Սմբատ Գոքյանին, Բիլոր Կուրղինյանին, Արմեն Անդրասյանին, Լիդա Սահակյանին, Սուսաննա Ավետիսյանին, Արմինե Նիկոյանին։ Փառք։ Ակնհայտ է, որ բազմածավալ եւ քրտնաջան աշխատանք է պահանջվել դպրոցի գոյությունը ապահովելու, նրա առաջընթացը շարունակելու համար։ Ֆիզմատ դպրոցի հիմնադիրները կարևորել են իրենց ձեռնարկած գործի անհրաժեշտությունը, համոզված են եղել, որ ապագան պատկանում է ճշգրիտ գիտություններին։ Այդ մարգարեությունն այսօր դարձել է իրականություն։ Այսօր դպրոցի հոբելյանն է, եւ ես շնորհավորելով բոլոր տարիների աշխատակիցներին, շրջանավարտներին եւ աշակերտներին վստահաբար հայտարարում եմ, որ դպրոցի ուղին փառավոր ընթանալու է միշտ դեպի վեր, միշտ դեպի լույսը։ Եկեք ծափողջուններով մեր խոնարհումը բերենք դպրոցի հիմնադիր, մեծ մարդու քաղաքացի, տաղանդավոր գիտնական Արտաշես Շահինյանի կիսանդուն։ Շնորհակալություն։